Օրհնյալ լինի մեր Տերը եւ մեր Աստվածը, մեր Հայրը, որ մեզ միացնում է, մեզ կապում է։ Ստրասբուրգից ջեր բարևներ երկու եկեղեցիների կողմից, Արամ աղբերն մեր մեջ եղեց, ձեր մեջ եղեց առելը, ես եմ եղել ծառայել եմ, Աստված էլ ավելին յուրահատուկ լցնի, մենք ամեն ծառայությունից հետո օրհնված ենք գնացել ձեր մեջից։ Մենք չգիտենք դուք ոնց, բայց մենք օրհնված ենք գնացել։ Ես շնորհակալ եմ Տերից, որովհետև Աստված անսահման է, նրա մեծությունը եւ նրա սերը ժողովուրդ ջան։ Եվ այսօրվա խոսքը, որ Տերը դրել է սրտիս խոսալու, պատգամը տալու, թող Տերը իր շնորհքով լեցնի առաջնորդի Աստծու ընտրությունը։ Որ այսօր յուրաքանչյուրս հենց այնպես չենք ստեղ, սիրելի Աստծու ժողովուրդ։ Աստված հաճեց եւ հաճությամբ ընտրեց։ Սա խորը թեմա է, խորը խոսք է, որ գալիս եմ ներսից, որովհետեւ Աստված շատ հետաքրքիր է խոսած իմ հետ, իմ նկատմամբ։ Թե Աստված երբ ընտրեց ինձ։ Նես չէ, որ ես ծնված էի, որ ինձ ընտրեց։ Նես չէ, որ դու ծնված էիր, որ քեզ ընտրեց։ Ասма դեր երկինքն ու երկիրը չեղած, Աստված քեզ ընտրեց։ Քեզ ընտրեց։ Եվ նրա հաճության պես, նրա կամքին պես։ Եվ այդ ընտրությունը շատ հետաքրքիր կուզեմ մի քանի փուլերի բաժանեմ։ Հետաքրքիր է, Հովհաննես Ավետարանի 3:16 բոլորս անգիր գիտենք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Մենք ասենք, մենք հավատացինք Տեր ջան, եկան քեզ։ Բայց երբ որ մի քիչ ընթերցում ենք, ասում ենք հավատներ է Տերից։ Տենում ենք, որ մենք բան չունեինք։ Աստված ամեն բան սահմանել էր իմ եւ քո համար։ Եվ շնորհակալ եմ Տերից, որ ամեն կողմանի ինչքան սուրբ գիրքը խորանում ես եւ տեղ ես տալիս սուրբ հոգուն, տենում ես, որ քեզ ընդհանրապես տեղ չի թողում։ Որ ինչ որտեղ դու ես։ Եվ երբ որ տենում ենք Աստծու ծրագիրը մեր կյանքի մեջ սիրելի Աստծու ժողովուրդ, շատ հետաքրքիր է գալի մի բան։ Ասում եմ մարդկային գաղափարից վեր բանը։ Եվ ասում եմ այ, եթե այսօրվա դրությամբ Աստված սիրեց եւ իր որդին տվեց, մարդն ասում է, երբ որ ես քեզ սիրում եմ, դու պետք է զոհաբերությունը դու անես, ոչ թե ես անեմ։ Երբ որ մենք գնում ենք շուկա ընտրելու, կակրած մրգի սեզոնա, չէ, ժողովուրդ ջան լավ։ Երբեք չեն գնում են փչացածն ընտրում։ Կարկուտից խփածն ընտրում։ Կիսա փչացած ընտրում։ Չգիտես թե մենք գնում ենք ընտրում ենք լավերը։ Սա մարդու բնավորությունն է, հասկացողությունն է։ Բայց շնորհակալություն Տերից, որ Աստված տենց չի նայում։ Աստված ամենավատ ընտրեց։ Ես չգիտեմ, միգուցե դուք լավն եք, օրհնյալ լինի Տերը, բայց ինձ երբ որ այդքան չդրեց, ամենավատին ընտրեց։ Եվ ասեց իմ հասկացողությունը սենց է, մարդու հասկացողություն չի, որովհետև ես սենց եմ, իմ գործելակերպը սենց է։ Եվ շարունակության մեջ ասում է, Հիսուսն ասում է, ես չեկա արդարների համար, ես չեկա առողջների համար, ես եկա այն մերքերի համար, որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Եկա այն ամենի համար, որ մարդու աչքից ընկված է, կորցված է, նկարացած է, հեշ բանի պիտանի չի, բարևի չի արժան։ Բայց ասում է, երբ որ եկա անքող կողը տանց ասեցի, պետք է դու ապրես։ Օրհնյալ մեր Հայր։ Եվ այսօր հենց այնպես չես դու ստեղ, որովհետև ասեց, ես եկա տկարին զորացնելու, ընկածին կանգնացնելու, եւ ասելու, որ դու այսօր իմ ընտրվածն ես, քաջացիր եւ զորացիր։ Այն աստվածային սերը, որ Աստված ասում է, ես այնպես սիրեցի, որ իմ որդուն զոհաբերեցի։ Դա հենց այնպես չի սիրել Աստծո ժողովուրդ։ Եվ ամբողջ Աստվածաշունչը, երբ որ սկսում ենք ուսումնասիրել, ավելին ենք հասկանում, որ Աստված, դե իրոք Աստված է, էլի։ Դեռ չծնված ասեց, ես ավին ատեցի,
Հակոբին սիրեցի։ Մի հատ հասարակ հարց։ Ու մենք գալիս ենք ասում, բա ի՞նչ ես նրան ընտրել որ։ Այդ երբ ենք ասում սիրելի Աստծո ժողովուրդ։ Ինչ եմ հայտնաբերել իմ մեջ, այս վերջերս շատ հետաքրքիր մի հատ մեր խոսքը քեզ ականջից, ասես ինչ ես կարծում երեմ, ում որ սիրում եմ նրան ինչ եմ անում։ Ապտակում եմ, ճիպոտում եմ, գավազանում եմ, վերջ ոնց կուզեք անունը դրեք։ Ինչ որտեղ կա ապտակել, կայք։ Դե ուրախության ընդունում ես, որովհետև Տերը քեզ սիրում է, բայց էլ ապտակը չես հասկանում։ Ինչ որ ժամանակ քայլում ես, մեկ էլ ասում է, երբ որ գալիս է պարագա Իսրայելի ժողովուրդը, երբ որ անհնազանդ էին, ինչ էի անում։ Ինձ առա Նագոբուդոնոսորին էի, բարձրացնում ուղարկում Իսրայելի վրա։ Բա էլի Տեր ջան։ Բայց երբ որ այդ Նագոբուդոնոսորը կանգնում է մեր առաջ, մենք աղաղակում ենք, բախի Տեր ջան։ Աստված ասում է, ես քեզ սիրում եմ։ Որովհետև իմ սերը անսահման է քո նկատմամբ։ Որպեսզի մեր յուրաքանչյուրիս հայացքը կարողանա դառնալ Աստված։ Ժամանակ առ ժամանակ մենք անցնում ենք ինչ-որ ճանապարհներ սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ ինչ-որտեղ ժամանակների մեջ կարծես մի բան մեր մոտ sense որպես հավատացյալներ, որպես հոգևորներ, որպես աստվածապաշտ մարդիկ մեր մոտ լայքի իրավիճակ է գալիս։ Հանգիստ, լավ է, ամեն ինչ նորմալ է, օրհնված է, խնդիր չկա։ Բայց Տերը մի բան, քանի որ շինարարության մեջ եմ, մի բան թույլ տվեց, որ հասկանամ, ասեց, եթե այս քո հարթաչափը, քո լազերը մի պուճուր ծրվի, այս ինչ տարածության վրա ինչ կստանաս։ Իհարկե, մի հատ թեք պատ, մի հատ ծուր շինություն, որ երբեք չի կարող ինչ լինել, իր նպատակին ծառայել։ Տերը օրհնի ձեզ այս շինության համար, եթե այս շինությունները ծուր լիներ, իր նպատակին չէր ծառայել։ Բայց տեն ես ամեն ինչ կարգավ, գծած, հարավորվի մեր հայրի էլ ավելին։ Եվ երբ որ թույլ է տալի հասկանանք, որ քո ոտքի ճանապարհը մի պուճուր շեղվել է, թե քեզ կանգնել իմ հայացքից դեպի դուռը, դեպի ես, որտեղ որ ես եմ, դու հաստատ ինչ չես հասնում։ Եվ դրա մեջ Աստված սկսում յուրաքանչյուրիս հետ խոսալ, սովորացնել, կրթել եւ դաստիարակել։ Ես մի բան գիտեմ, որ ես եւ դու ընտրված ենք։ Թող ոչ մի միտք քեզ չբերի խաբելու կասկածանության։ Օրհնյալ Հայր ունենք, որ երկինք ու երկիր ստեղծել։ Եվ սա է կրկին ու կրկին կոչս, կանչս, որ յուրաքանչյուր հերոս Աստվածաշնչից, երբ որ մենք վերցնում ենք, ասում են նրանց համար փորձություն էր ձեզ համար օրինակ։ Վերցնելով այդ օրինակները դու հասկանում ես Աստված ինչքան հետաքրքիր է աշխատում իր յուրաքանչյուր զավակի համար։ Ընկածին կանոնեցնելու համար, տկարին զորացնելու համար, թույլին ուշ տալու համար, հիվանդին բժշկելու համար։ Երբ որ իրականից ցես մոտենում ենք այս ամեն բնակավարի մեջ, մենք հասկանում ենք, որ մեզանից ոչ մի բան չկա։ Այն ինչ որ կար, նրանից է։ Այն ինչ որ անում է նա անում, որովհետև նրա ողորմությամբ ու գթությամբ։ Եվ տենում ենք Աստվածաշունչը քիչ առաջ մենք շնորհավորեցինք զույգերին օրհնված լինեք սիրելի զույգեր ջան։ Աստված թող օրհնի ձեր տարիները եւ կյանքը։ Մարդկային հաշվարկով սենց է։ Մեկին գումարած մեկ անում է երկուս։ Բայց չգիտես չի Աստծո մաթեմատիկան ուրիշ ձև է։ Ասում է երկուս չեք, հապա մեկ եք։ Մեկին գումարած մեկ արեց, երկուս չարեց։ Սա Աստծո տեսանկյունն է, որ ճշմարտապես մեկ լինի։ Որ ճշմարտապես հաստատում լինենք։ Եվ այսօր Աստված սրանով է մեզի մեկացնում։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, երեքն են, բայց մեկն է, չգիտես թե մեկն է։ Եվ մեզ էլ ասեց, ձեզ էլ եմ հրավիրում։ Այս բազմությանը մեկացրեց։ Ինչո՞վ։ Իր որդով։ Օրհնյալ լինի Տերը։ Եվ սրանով ենք այսօր կարողանում հասկանալ Աստծո մեծությունը, Աստծո սերը, Աստծո գթությունը, որ Աստված աչար չի։ Եվ ինչով եմ կարում հասկանալ, որովհետև այս միլիարդավոր մարդկանցից չգիտեմ, ես միշտ ասում եմ անարժանը ես եմ, որ ինձ կանչեցիր։ Միգուցե Էլիան Գալի Պողոսն ասում է մեղավորների գլուխ եղա,
որ Աստված ընտրել էր, կանչել էր, ուսավորել էր, բայց թույլ չտանք, որ ժամանակի մեջ մեր միտքը մեզ համոզի, որ ինչ որ բան մենք ենք անում, ինչ որ ժամանակ հետո ես եկա Տիրոջը ճանաչեցի, ես եկա Տիրոջը, ես եկա, չէ, կարող եմ հստակ ասել և Սուրբ Գիրքը դա հաստատում է։ Եփեսացիների մեջ շատ հետաքրքիր է տալիս։ Եփեսացիների առաջի գլուխ 3-րդ խոսքից։ Օրհնյալ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներումը Քրիստոսով, ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջին սիրով։ Ամեն։ Մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռովը, իր կամքին հաճության պես, իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն սիրելիովը, որ ունենք փրկություն նրա արյունովը, մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափովը ամեն։ 5-րդ խոսքի մեջ ասում է, մեզ առաջուց սահմանելով, որ իրան որդեգիր լինենք, Հիսուս Քրիստոսի ձեռով, առաջուց սահմանելով, ասինքն դեռ ոչ մի բան չկար։ Իմ համար միշտ այս խոսքերը մի հատ հետաքրքիր տեսարանի անման։ Այստեղ Հայաստան ճիշտ է, Հայաստանն էլ կա, որ անցնում ես այս նորակառույց շենքերի մոտով, տենում ես հողատարածք կա, բայց ինչ որ մի հատ տրաֆար է կապցրած։ Ամբողջ շենքերն է, ինչ պետք է լինի այդ տեղում։ Մեր մոտ ավելի ասես մի քիչ նկարագրած, մարդիկ, մեքենաներ, լուսավորություններ, ամեն ինչ կապցրած է տրաֆարետի վրա։ Տենում ես հող է, ասում ես ինչ պետք է լինի ստեղ։ Բայց մի որոշ ժամանակ հետո տենում ես դու ես շինարարություն անում, այդ շենքերը դու ես բարձրացնում։ Դու մեջն ես, հասկանում ես, որ բաներ կա, որ չսահմանված է, չտեսած է, բայց Աստված ինքը տենում է։ Եվ Աստված ինքը բարձրացում է։ Եթե մարդկային աշխարհը այսքան բանը կարողանում է հասկանալ, որքան մեր Աստվածը։ Ուրեմն, սիրելի եղբայրս, քույրս, օրհնված լինենք Տիրոջով և նրա շնորհքով։ Եվ այն շնորհքը, որ այսօր քեզ առաջնորդում է, երբեք ու երբեք անհոգ մի լինի։ Այն զորությունը, որ գալիս է քեզ ուժ է տալիս, երբեք ու երբեք անհոգ մի եղի։ Այն Սուրբ Հոգին, որ քեզ ուզում է բարձրացնի, երբեք նրան մի մերժի։ Որովհետև շատ տարիներ առաջ չհասկանալով, երբ որ Աստված իմ կյանքի մեջ ինչ որ հրաշքներ էր անում մահից փրկելու եւ ինչ որ իրավիճակներից մեզ ինձ պահելու, սովորական էր։ Փառք Աստծուն անցանք առաջ։ Բայց երբ որ Սուրբ Հոգի տեսիքի պես ցույց տվեց այդ ամենը, թե ոնց է պահում եւ խոսքը հստակ հնչեց ականջից, ես քեզ կանոնով եմ կանչել, դու չես լսել եւ ձեռքս եմ մեկնել, դու ձեռքը չես տվել, դա շատ սոսկալ էր ու ցավալ էր իմ համար, որ տարիներ առաջ դեռևս չծնված Աստված կանչել էր։ Իմ բոլոր երիտասարդ տարիների մեջ Աստված ողորմացել էր եւ պահել։ Ես սա չեմ ասում, որ մենք սա չարաշահենք, ասենք, դե Աստված ընտրել է, էլի, ոնց ուզենք կանենք, չէ։ Սա ասում եմ ասեմ, որ երբ որ Աստված կանչ դրել, մենք ունենք նաև ինչ-որ բաներ անելու։ Ինչով ունենք անելու։ Աստված ասեց գնացեք ես ավետարանը քարոզեցեք։ Եվ Տիրոջ խոսքը, Տիրոջ գործը պատմեցեք։ Սա է Աստծու կոչը յուրաքանչյուրիս համար, որ մեր շուրթերը չդադարի։ Մանավանդ այս ժամանակների մեջ Աստված շատ հետաքրքիր է խոսում, ասելով ջանք արեք անգամ։ Բայց չգիտես ինչ որտեղ ջանք անելը հավատացյալ ժողովրդի մոտ ինչ որտեղը դադար է կազմում։ Որովհետև մենք համարում ենք փրկված։ Համարում ենք, որ Աստված մեզ կանչել է եւ խնդիր չունենք, բայց ինչ որտեղ ջանքը մոռանում ենք։ Եվ այդ ջանքի համար Աստված իր շնորհքը տարածելով մեր վրա կրկին ու կրկին արթնացնում է։ Վեր կաց, դրա համար է մեկ ասում սիրում եմ նրան խրատում եմ։ Նագովոդոնոսորներ եմ հանում նրանց առաջ։ Ինչի որ հասկանանք, որ Աստված ասում է ոտքի ճանապարհները թեքել ես։
Եվ Դավիթը հենց այնպես ասում, սիրելի Աստծո ժողովուրդ, ասում է, Տեր, դու քննիր իմ ոտքի ճանապարհները, եթե սխալվել եմ, դարձնուր քո ճանապարհների մեջ։ Ո՞րս դարձնի։ Աստված չի գալու իմ քո ձեռից բռնի ասի, արի։ Աստված ինչ որ իրավիճակներ ա բերում մեր առաջ, որպեսզի մեր ոտքերը փնտրենք, թակենք, մենք հասկանանք Տեր որտեղ է։ Դրա համար այսօր կուզեմ քաչացնել, որ քո միտքը լուսավոր լինի։ Այն լույսը, որ Տերը քեզ հասցնում է, այն խոսքը, որ քեզ հասցնում է, հենց այնպես չի սիրելի Աստծո ժողովուրդ ջան, որովհետև քեզ Աստված ընտրել է։ Դու ընտրված ես Աստծո համար, եւ դու շատ թանկ ես Աստծո համար։ Շատ թանկ ես Աստծո համար։ Եվ այն Աստված են թանկ լինելով մենք կարող ենք տեսեք շատ բան այսօր չհասկանանք, բայց ես վստահ եմ, որ Սուրբ Հոգուն թույլ տանք, Սուրբ Հոգին ցույց է տալու։ Ինչի ասեց, երբ որ մենք գնում ենք լավերն ենք ընտրում, բայց Աստված վատը ընտրեց։ Ուրեմն ես իրավունք չունեմ ասել, Տեր, բա խիչ ես այդ մյուսին տանջում։ Խիչ ես այդ մյուսին ընտրում։ Ընդհակառակ ես այնքան պետք ուրախ լինեմ, որ Աստված ինձ ընտրեց։ Դու այնքան պետք ուրախ լինես, որ Աստված քեզ ընտրեց։ Քեզ կանչեց։ Եվ այդ ցավերը, ապտակները, դա սիրո ապտակներ է։ Աստված լիք օրինակ է տալի, ասում է, տեսար իմ հոբ ծառայի։ Ինչքան լավ է, չէ, Աստված պարծենում է։ Շատ ուրախ է։ Թշնամու հանդեպ պարծենում է հոբ ծառայով։ Դե մեկ Աստված ընտրեց նաև 12 եղբայրներից Հովսեփին։ Ընտրած ուներ։ Բայց Հովսեփը ճանապարհ պետք է անցներ։ Աստված ուներ նաև Անդրանիկ որդի, որ պետք է մեր առաջից ճանապարհ բացի Հիսուս Քրիստոս, ժողովուրդ ջան։ Ուրեմն թող Տերը ավելի իր շնորհքով լեցնի մեզ, իր Սուրբ Հոգով լեցնի մեզ, իր փառքով լեցնի մեզ, որպեսզի կարողանանք հասկանանք, որ հենց այնպես չեմ ես ընտրված։ Պողոսին շատ հետաքրքիր ասում, Գործք առաքելոցի մեջ։ Պողոս ընտրված անոթ էր։ Եվ տենում ենք, երբ որ Պողոս ընտրված էր, սիրելի Աստծո ժողովուրդ, ինչ տեղի ունեցավ։ Մի ճանապարհ անցավ Պողոսը։ Կուրության ճանապարհ։ Եվ 22-րդ գլխի 12-րդ խոսքից կարդամ, որ ավելի բարձ լինի։ Եվ մի Անանիա մարդ օրենքի համեմատ աստվածավախ, որ Դամասկոսում բնակվող բոլոր հրեաներից բարի վկայություն ուներ։ Նա եկավ ինձ մոտ կանգնեց եւ ասեց. «Սավուղ եղբայր, վեր նայի», եւ ես նույն ժամումը վեր նայեցի դեպի նա։ Եվ նա ինձ ասեց. «Մեր հայրերի Աստվածը առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես, եւ այն արդարի տեսնես, եւ նրա բերանիցը ձայն լսես, որովհետեւ նրա համար վկա կլինես բոլոր մարդկանց առաջին, այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր»։ Այս խոսքերը մենակ Պողոսին չի վերաբերում։ Այս խոսքերը ամեն կարդացողին է վերաբերում։ Պողոսի տեղը, Սավուղի տեղը հենց բանն է։ Առաջ կույր է։ Ես իմ համար ասեմ։ Չէի տեսնում, չէի հասկանում։ Բայց այն օրը, որ Տերը իր այցելությունն արեց, ինչ տեղ ունեցավ։ Աստված ունի քեզ ընտրած։ Ուրեմն այսօր թող այդ միտքը քեզի միշտ ամուր պահի, որ դու ընտրված ես Աստծո կողմից։ Եվ ոչ մի միտք քեզ չխաբի ու կասկածի տակ չդնի քո հավատքը, որովհետև թշնամու առաջի բանն է, որ յուրաքանչյուր քրիստոնյային Աստծո զավակի հավատքը դնի միշտ հարցականի տակ։ Ես որ ունեցել եմ, գիտեմ դուք էլ ունեցած կնեք, ձեր արունն էլ է կարող։ Միշտ հարցականի տակ դնելու, արդյոք խի, բավոր, էդի գալիս է նեղության ժամանակներ, որ մի քիչ սենց նեղ ժամանակ է գալի, նեղ իրավիճակ է գալի, փոթորիկ է գալի, բախի Տեր, արդյոք ես քոնն եմ, արդյոք դու ինձ կանչել ես։ Այդ արդյոքները բախիերը հետ սատանեն միշտ դնում այդ կետը, որպեսզի քո հավատքը տապալի, քո հավատքը գողանա։
Բայց շնորհակալ եմ կրկին Տիրոջով, որ այսօր Տերը իր Սուրբ Հոգով զորացնում է եւ քաջացնում է եւ ասում է դու իմն ես, ես քո համար որդի եմ տվել, ես քո համար արյուն եմ թափել եւ դու իմ համար շատ թանկ ես։ Մի վախեցի ոչ մի բանից։ Վեր կաց եւ կանգնիր։ Ուժա, քաջացիր, ոնց որ Եղիայիներ ասում։ Կեր եւ ճանապարհ ունես գնալու։ Մենք էլ ունենք ուտելու ճանապարհ գնալու, որն է նրա կամքը կատարելու։ Դու կանչված ես նրա կամքի համար։ Քիչ առաջ փառաբանությունը օրհնյալ տանում էր առաջ։ Ինչի մեջ են կանչված օրհնելու փառաբանելու, երկրպագելու եւ պաշտելու։ Ոչ թե միայն այս վայրում, նաեւ սրանից դուրս։ Ոչ թե միայն դուրս հարևանի հետ, այլ քո տրանսպորտի մեջ, այլ քո գործի վայրում։ Ցանկացած քո որդքերը որտեղ լինի, Տերն ասես ես պետք է օրհնեմ, ոնց պետք է այդ օրհնությունը լինի։ Շատ ժամանակ մենք օրհնությունը հասկանում ենք, այսօր այսքան հարստություն ունեմ, այսքան տուն ունեմ, այսքան ոսկի ունեմ, այսքան փող ունեմ, այսքան լավ գործ ունեմ, այսքան լավ սենս ունեմ, դա մեծ օրհնություն է։ Ես դեմ չեմ դա այլ օրհնություն։ Բայց Պողոսն ասում է ամեն հոգևոր օրհնությունով։ Սա մեծություն է ժողովուրդ։ Սա ճշմարտություն է ժողովուրդ ջան։ Երբ որ քո ոտքերը կանգնում է քո հարևանի դռան առաջ, ոչ թե բամբասանքի, այլ օրհնության, քո լույսը տարածելու։ Երբ որ դու տրանսպորտի մեջ ես, չգիտես ինչ որ մեկն ասում է քո մեջ յուրահատուկ բան կա։ Ինքը չգիտի խի է։ Եվ ասում ես, այն Քրիստոսն է, ես չեմ։ Երբ որ մեկին սիրում ես, ասում ես, այդ ախր սիրողը ես չեմ, այդ Քրիստոսն է մեջից։ Երբ որ ներում ես, ասում ես, դարձյալ ես չեմ, ախր այդ Քրիստոսն է մեջից ներում։ Եվ սրանով է գնում առաջ։ Սա է Տիրոջ լույսը տարածել։ Եվ սրանով է Տերն ասում, ես քո հետ եմ, մի վախեցի, մինչև վերջ, ամուր եղեք, քաջ եղեք, Տիրոջով լցված եղեք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Սա է Աստծո ընտրությունը քո համար, դու ընտրված ես Աստծո կողմանը։ Ես ուզում եմ, որ դու քաջանաս, ուզում եմ, որ դու զորանաս եւ չտկարանաք երբեք։ Անկամ լինեն է դժվարություն, նեղություն, Տերն ասեց ես քո հետ եմ ամեն ժամանակ։ Հավատում ենք, թե չենք հավատում։ Ես մի սիրում եմ փորձության ժամանակներ սենց անցկացնել, ինչ պրովոկացիոն բաներ ունեմ, էլի չգիտեմ, երեք ասեմ Տերից հա, չգիտեմ։ Թե ասեմ իմ բնավորությունից հետ էլ չգիտեմ։ Հələ չեմ հայտնաբերել։ Բայց սիրում եմ մի սենց բզբզալ, որ մարդը հասկանա, այդ դրա մեջ հոսան կա, թե չկա։ Այսինքն հասկանանք մեր մեջ այդ հոգին գործում է, թույլ ենք տալի գործի, թե ուղղակի սենց հաշտեցրել ենք, հաշտվել ենք դրա հետ։ Ես սիրում եմ միշտ Տիրոջ հետ սենց մի պատերազմ ունեմ, էլի սենց խիեր, իջուներ, սենց բզբզան։ Եվ շնորհակալ եմ Տերից, որ միշտ այդ բզբզալու մեջ մի բան սովորացնում։ Ճիշտ է։ Մեկ լավ էլ ապտակում, բայց դե սովորացնում է։ Լիքը բաներ կա, որ հանում է։ Այսինքն սրանով հասկանում եմ, որ Սուրբ Հոգին չէ ակտիվ է, գործում է մեջս։ Եվ ուզում եմ, որ դուք էլ ակտիվ լինեք եւ ձեր հավատքը էլ ավելի զորանա։ Ես չեմ ասի հավատ չկա, ժողովուրդ ջան, չէ։ Աստված յուրաքանչյուրից մեզ դրել է օրհնված լինենք, կրկին ու կրկին, հաջացած լինենք։ Թող ձեր հայացքը, ձեր դեմքերը, ձեր ներսից Տիրոջ լույսը փայլի։ Ամեն։ Որպեսզի Աստված իր շնորհքով առաջնորդի մնացած խավարյալներին։ Ովքեր խավարի մեջ են, ովքեր դժվարության մեջ են, որ ձեզանով կարողանա Աստված օգտագործի։ Տերը օրհնի ձեզ, զորացնի ձեզ, կրկին ու կրկին շնորհակալ եմ Սարգիս ախպեր ջան, ժողովուրդ ջան, եղբայրներ եւ քույրեր ջան, ձեր ընդունելության համար, լսելու համար, թող Տերը իր Սուրբ Հոգով լցնի եւ առաջնորդի։ Նաեւ փառք Տիրոջը այս շինության համար։ Եվ ես վստահ եմ մի բան, որ սա դեռ փոքր է լինել։ Ինչով եմ վստահ սա։ Տարիներ առաջ, երբ որ Տերը հայտնություն տվեց մեր մոտ շինություն անելու, ճիշտ է, Եվրոպայում սենց հնարավորություններ չկա, դու ոնց ուզես տենց անես։ Իմ գործի բնույթով մի հատ անգար ունեմ, սենց ասեմ, մեր լեզվով ասեմ, մի 750 քառակուսի այդ անգարի մեջ Տերն ասեց կտրի սարքի։ Դες կտրեցինք, սարքեցինք եկեղեցին, ու սրանից մեծ կլի մոտ մի 200-250 հոգի տեղավորվելու,
Բայց հետաքրքիրն է, որ Տերն ասեց դա դեռ փոքր լինելու։ Շատ ասում էի, այս ջան, այսքան եկեղեցիներ կամ փոքր լինելը որն է։ Հələ այսքան մեծ են, որ ասма կարանք յոլա գնանք, առաջնորդենք, տանենք, նոր հələ մտածենք, էլի, միշտ քեզի տենքմես են վերջինից վերջը։ Եվ փառավորվի Տերը մի օր տենց սիրում եմ կենթանական աշխարհը նայելը, մեկ էլ այդ հաղորդման ժամանակ անտառը վառվում էր ու ամբողջ կենթանական աշխարհը փախնում էր։ Տերն ասում է, երեք որտեղ են փախնում այս կենթանական աշխարհը, ասի դե պարզ է, կրակից փախնում են դեպի դուրս, անտառից դուրս են գալի հակառակության, ասեց հիշի։ Հեսա որ աշխարհի կրակը ուժեղացավ, ես ունեմ լիքը ընտրված այդ ժողովուրդ, բազեր են եկեղեցիները։ Նենց որ ինչքան կարաք ամուր եղեք, ինչքան կարաք պինդ եղեք, որ եկողներին կարողանաք ընդունեք։ Տերը օրհնի ձեզ, զորացնի եւ իր շնորհքով լեսնի ամեն։